Եվ այսպես ելիքոր եղբայրներ ջան, եկեք շարունակենք ժամանակի ամբողջությունը, նաև որոշ ձայնագրության սխալներ կար, ես կրճատեցի, եկեք ամբողջացնենք։ Ուրեմն մենք խոսում ենք ընդհանուր արդեն 4 կարևոր պատճառի մասին Իսրայելի վերականգնման կամ Իսրայելի ընդունելության։ Եվ առաքյալը անդրադառնալով 23 համարում եւ նրանք էլ եթե անհավատությունում չկենան, կպատվաստվեն եւ պատճառը բերում ինչպես, որովհետեւ Աստված կարող է դարձյալ պատվաստել նրանց։ Այսինքն առաքյալը չի ասում կպատվաստվեն, որովհետեւ միգուցե հավատան, չէ, որովհետեւ բառից հետո շեշտը դրված է Աստծո զորության կամ նրա կարող զորության վրա։ Կպատվաստվեն, որովհետև Աստված կարող է կամ զորավոր է նրանց պատվաստվել, այսինքն իհարկե հավատքով, եթե անհավատության պատճառով կտրեց նրանց Աստված, կարա ինչպես հեթանոսներին հավատքով բերեց պատվաստեց, բնական ճյուղերը նույնպես առավել այդ հավատքով կպատվաստի։ Սա կարևոր է, որովհետև տեսեք, երբ որ մենք խոսում ենք ընդհանուր վարդապետությունների մասին, հետ ու առաջ գցելու, երբ որ մենք խեղաթյուրում ենք աստվածաբանական որևէ մեկ դոկտրին, այսինքն եթե փոխանակ մենք խոսենք իրական այն ընտրության մասին, որի մասին խոսում է Աստվածաշունչը, որտեղ փառավորվում Աստծո շնորհքը, որտեղ մեծանում Աստծո գերիշխանությունը, մենք երբ որ մենք խոսենք այն նախասահմանության մասին, որը ցույց է տալի Աստծո փրկության ծրագիրը իր իմաստությունով, արդարությունով հանդերձ, երբ որ մենք այն խեղաթյուրում ենք, առաջ ենք քաշում եւ նրա մեջ ներմուծում ենք փիլիսոփայական սկզբունքներ, մարդու ազատ կամք, սիրելիս նորից ես շեշտում եմ, այո, մարդը ունի ազատ կամք, բայց մարդու ազատ կամքը արտահայտվում է իր մեղավոր բնության օղակներում։ Չի կարելի անտեսել բնությունը եւ ազատ կամքը ներկայացնել բնությունից զատ։ Մենք խոսում ենք, չէ, ոչխարի մասին, մենք խոսում ենք ընտանի կենդանիների մասին, գիշատիչների մասին, բուսակեր կենդանիների մասին, ամեն մեկն ունի իր բնությունը։ Մենք կարանք ասենք, որ առյուծը կուտի խոտ, կարանք ասենք, որ ոչխարը կուտի միս կամ նապաստակ։ Ինչի, որովհետև նրա բնությունը, նրա կարողությունը արտահայտվում է նրա բնության օղակներում։ Այո, ունի ատամներ, կարող է ուտել, բայց չի ուտի, որովհետև ցանկություն չունի։ Այո, մարդը ունի հավատալու շատ բաների, բայց չունի կարողություն հավատալի Աստծուն, որովհետև ինքը իր փառքն է փնտրում։ Իր փառքի փնտրտունքը այնքան մեծ է մարդու կյանքում, որ չի տալիս կարողություն Աստծո փառքը փնտրելու եւ իր փառքը մերժելու։ Սա շատ կարևոր է։ Մենք հետագայում ավելի խորը բաներ կտեսնենք։ Տեսեք, շատ կարևոր է, նույնիսկ երբ որ մենք անդրադառնում ենք սրան, շատ հատվածներ եւ նոր կտականում եւ հին կտականում շատ հաճախ խոսում են այս հավատքի աղբյուրի մասին եւ ներկայացնում են հավատքի աղբյուր, որտեղ Աստված, այսինքն Աստված եւ իր կարողությունը եւ իր շնորհքը։ Դրա համար սիրելիներս, ամեն բան Աստծո համար, ամեն բան նրանով դեպի նա։ Շատ կարևոր է մենք սա հասկանանք, առաքյալը հենց այդպիսի բառեր չի ասում։ Այդ հատվածները, որտեղ ինքը կարծես թե տալիս է ֆորմուլաներ, կարծես թե տալիս է հակիրճ կարևոր սկզբունքներ, ամեն բան նրանով դեպի նա կամ նրա համար, պետք է ուշադիր նայեք ինքը ընդհանուր այդ հատվածում ինչ խոսեց, եւ այդտեղ է ցույց տալի, որ ամեն բան նրանով է։ Եկեք հիմա անդրադառնանք մեկ այլ հատվածի 2 Տիմոթեոսի եւ կտեսնենք, որ նույնիսկ ապաշխարությունը առաքյալն ասում է միգուցե ապաշխարություն տա Աստված նրանց։ Եկեք անդրադառնանք սրան։ Տեսեք, 2 Տիմոթեոս 2:25 համարը։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին ուղղորդում է, թե ինչպես վարվի անհավատների հետ, որոնք խոսքը կարան լսեն կամ խոսքը լսելուց հետո սկսեն վիճել, վիճաբանել, մերժել։ Առաքյալն ուղղակի նրանց ասում է, բայց հիմար 20-23 համար, 2 Տիմոթեոս 2:23 համից խնդրում ուշադիր լսեք, բայց հիմար եւ անկիրթ վիճաբանություններից ետ քաշվի կամ մարդկային սկզբունքներից վիճաբանություններից ետ քաշվի։ Միայն խոսի այնինչ, որ Աստծո շնորհքը քեզ կառաջնորդի, միայն խոսի ճշմարտությունից մղված, նրա դիմացիդ անձի օգուտը փնտրելով, բայց հիմար եւ անկիրթ վիճաբանությունից, ինչը որ կլինի քո անձից, ետ քաշվիր, իմանալով, որ կռիվներ են ծնում։ Չի համաձայնվելու անձը քո հետ։ Քո վիճաբանություններով մի փորձի նրան համոզել եւ բայց Տիրոջ ծառային, ուշադիր նայեք, բայց Տիրոջ ծառային նա ով առաջնորդվում է Տիրոջով, բայց Տիրոջ ծառային պետք չէ կռիվանել, այլ ամենի հետ հեզահոգի լինել, ինչի, ինչ հասկացողությունից պիտի գա իմ հեզահոգությունը, ինչի պիտի ես ջանք չդրեմ նրան համոզելու, ինչի, բայց Տիրոջ ծառային պետք չէ կռիվանել, այլ ամենի հետ հեզահոգի լինել, սովորեցնող, ողջ չպահող, այսինքն նրա համաձայն չվարվող, չարին չարով չարտահայտող, ինչի,
հակառակողներին հանդարտությունով խրատել, թերևս Աստված նրանց ապաշխարություն տա, ճշմարտությունն իմանալու համար։ Թերևս Աստված նրանց ապաշխարություն տա։ Ո՞վ է ապաշխարություն տվողը։ Իմ համոզմունքը, իմ կարողությունը, իմ վեճերը, ոչ, Աստված, թերևս, ինքը նույնիսկ հարցական է, թերևս միգուցե Աստված նրանց ապաշխարություն տա։ Սա շատ կարևոր է։ Եվ իմիջիայլոց ընդհանրապես, երբ որ մենք անդրադառնում ենք սրան, մենք պետք է հասկանանք այս կարևոր սկզբունքը։ Պողոս առաքյալի աստվածաբանությունը, Պողոս առաքյալի եւ Պետրոս առաքյալի, բոլոր առաքյալները նրանց աստվածաբանության հիմքում ընկած է 5 կտակարանի աստված հայտնությունը, այսինքն աստված ճանաչությունը նրանց չի ձևավորվում օթից ինչ որ այլ հայտնություններով։ Այո, Պողոս առաքյալը եկեղեցու դիսպենսացիայի մասին ունի հայտնություն, որտեղ 5 կտակարանում այն չկա։ Հեթանոսները ինչպես պիտի վարվեն, եկեղեցում ինչպիսի վարքապետ, Քրիստոսի օրենքը ինչպես պետք է արտահայտվի եկեղեցում։ Սրանք շատ կարևոր սկզբունքներ են, բայց ընդհանուր իրանց աստվածաբանությունը, ընդհանուր աստված ճանաչությունը շնորհքի վերաբերյալ, ընտրության վերաբերյալ ձևավորված է 5 կտակարանում։ Տեսեք, 5 կտակարանում մենք շատ անգամ կարդում ենք, օրինակ նույնիսկ Ելից գրքում արդեն ամենասկզբից, երբ որ Աստված սկսում է հայտնել իր անձը ժողովրդին Մովսեսի միջոցով, մենք կարդում ենք մի կարևոր սկզբունք, որ այդ ժողովրդի սիրտը թլպատված չի, այո, մարմնով թլպատված են, որը ուխտի նշանն է, որը նշանակում է, որ Աբրահամի սերունդը, նրանք Աբրահամից ծնված են եւ այն ուխտի շրջանակում են, ինչպես Աստված ուխտ արեց Աբրահամի հետ։ Այդ ֆիզիկական այդ ուխտի շրջանակի մեջ են, բայց Աստված շեշտում է, որ ձեր սիրտը թլպատված չի եւ հետաքրքիր է ինչ կարևոր սկզբունք ասում, եկեք անդրադառնանք սրան։ Տեսեք, երկրորդ օրինաց եւ Ղևտացից թղթում այդ մասին խոսում, սրտի թլպատության մասին։ Հետաքրքիր է, որ մենք պետք է հասկանանք, որ սրտի թլպատությունը դա Աստծո գործն է, սիրելիներս։ Այո, մարդկային մարմինը թլպատում է, այսինքն ընկերոջը թլպատում էր, քահանան թլպատում էր մյուս իզրայելացուն, բայց սրտի թլպատությունը, այսինքն նշանը, որ այն պատկանում է Աստծուն, այդ Աստծո հետ է կապված։ Ուշադիր նայեք, ես կընթերցեմ երկրորդ օրինաց 35 համարից։ Եվ քո Եհովա Աստվածը կբերե քեզ քո հայրերի ժառանգած երկիրը։ Մենք տեսնում ենք վախճանաբանական խոսք արդեն։ Եվ կժառանգես նրան, եւ քեզ բարություն կանե, եւ քո հայրից ավելի կշատացնե քեզ։ Հազարամյայի, այսինքն վերջնական վախճանաբանությունն է Իսրայելի խոստումների, եւ անմիջապես եւ քո Եհովա Աստվածը կթլպատե քո սիրտը եւ քո որդկան սիրտը, որ բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ քո Եհովա Աստծուն սիրես, որ ապրես։ Ով պիտի դա աներ։ Աստված եւ քո Եհովա Աստվածը կթլպատե քո սիրտը։ Այդ վերջի շրջանում, այսինքն մենք տեսնում ենք, որ սրտի թլպատությունը սերտ կապված է, այսինքն այն վերստին ծնունդի, այն բոլոր սկզբունքների հետ, որը վանձը ձեռքաբերում, այսինքն մահացածը կենթանանում է։ Սրա համար ես կընթերցեմ նաեւ, քանի որ ամբողջ 5 տականը հանդիսանում է 5 առաքյալների։ Ես կընթերցեմ Եզեկիել մարգարեությունից եւ կտեսնեք, որ Եզեկիել մարգարեության մեջ ուղակի Աստված մարգարեն ասում է գնա եւ մարգարեացիր այս կոտրած, չորացած, մահացած ոսկորներին։ Ինչի՞։ Այսինքն սա հենց կակրաս հենց այն սկզբունքն է սխալ, որ նրանք ասում են, եթե Աստված ինչ-որ մեկին ընտրեց, էլ ինչի՞ պիտի նա ավետարան քարոզենք, քրիստոնեական անձը հավատա, ոչ, Աստված ոչ միայն ընտրել է արդյունքը վերջնական, այսինքն հավատացողի փրկությունը, այլ նաև ընտրել է միջոցը նախասահմանված ավետարանի խոսքը լսելու քարոզչության միջով Աստված հաճեց, որ քարոզչության հիմարությունով ապրեցնե հավատացյալին։ Այսինքն նախասահմանված հավատացյալը այնպես չի, որ ինքնըստինքյան գիշերը քնած ժամանակ պիտի ապաշխարի։ Ոչ, այն պիտի լսի նախասահմանված միջոցը, խոսքը եւ նաեւ Աստծո շնորհքով ստացած հավատքը պիտի գործի դրվի։ Այսինքն այստեղ ուզում եմ որպեսզի սրան անդրադառնանք։ Այսինքն, երբ որ մենք անդրադարձանք Տիմոթեոսի հատվածին, մենք տեսանք, որ միգուցե Աստված նրանց ապաշխարություն տա։ Աստված ինքը հիմա 5 տականում, երբ որ ինքը խոսում է, այդ ամեն անգամ կտեսնեք, երբ որ ինքը խոսում է Իսրայելի իր երկիրը վերադառնալու մասին, ասում է եւ ես քո սիրտը կթլպատեմ եւ այդ դրանից հետեւանք տեսնում եք, որ դու ամբողջ սրտով ինձ կպաշտես։ Հիմա նաև նոր ուխտի մեջ ենք տեսնում, ես նրանց նոր սիրտ կտամ, իմ հոգին կդնեմ նրանց մեջ, իմ օրենքը կդնեմ նրանց մեջ, այնպես կանեմ, որ նրանցում վարվեն, այնպես կանեմ։ Սրանք բոլորը ուղղակի նույնիսկ այսինքն առաքյալների աստվածաբանությունը
Այս հիմքի վրա է, դրա համար իրանք խոսում Աստծո շնորհքի մասին, ընտրության մասին, դրա համար իրանք փոքրացնում, որպեսզի որևէ մարդ իր կարողությունով չպարծենա, չեզոքացնում են բոլոր պարծանքները։ Ինչի՞, որտեվ ամեն բան Աստծո շնորհքով եւ Աստծո համար է։ Սա շատ կարևոր է տեսնենք։ Հիմա եկեք Եզեկիել 37-րդ գլխին անդրադառնանք։ Իմիջիայլոց շատ հետաքրքիր է, կուզեմ որ դուք տեսնեք, որ առաքյալը կարծես թե ինքը վերցնում է հենց Եզեկիել 37-րդ գլուխը, որտեղ երբ որ ինքն օգտագործում է այս բառակապակցությունները՝ մահացած, կենթանացնել, նորից պատվաստել, այսինքն բերել եւ արմատի վրա պատվաստել, իմիջիայլոց նորից թարգմանության խնդիրը շատ լեքսիկոլոգիական խնդիրներ կա, որովհետեւ թարգմանիչները իհարկե գիտենալով հունարենի, կոյնե եւ նաեւ եբրայերենի որոշակի բառերի նշանակություններ, ի վերջո ընտրում են իրենց նշանակությունը, բայց համատեքստը մեզ միշտ հուշում է, թե որ նշանակությունով է, որտեվ բառի նշանակությունը մի քիչ փոքրացել, օրինակ մեր հատվածում 23 համարում մենք կարդացինք Աստված կարող է, այդտեղ կարանք ասենք կարող է, դա նշանակում է հնարավորություն ունի եւ նաեւ զորավոր է, դա նշանակում է ինքը կանի իր զորությունով։ Սրանք տարբեր հասկացությունների կարող մեզ մղեն։ Դրա համար մենք պետք է ուշադիր լինենք, սերնես, արդյոք Աստվածաշունչը մենք ճիշտ ենք կարդում։ Հիմա տեսեք, 37-րդ գլխում հենց զուգահեռը առաքյալը կարծես 37-րդ գլուխն է խոսում Հռոմեացիս 11-րդ գլխում, որտեղ նույնպես Իսրայելի ողջարաբանության մասին է, որ ամբողջ Իսրայելը մահացած է, այսինքն կտրված է եւ մենք նայել ենք 26 համարում ինքը խոսում է այդ մասին, որ ձեզ կբերեմ եւ արմատի վրա կտնկեմ, այսինքն կտրված է անհավատության պատճառով մահացած, հոգեորապես մահացած է։ Մահացած նշանակում է ինքը չունի կենթանություն, ինքը չունի արձագանքելու հատկություն, մահացած է։ Այստեղ նույնպես մի քանի կերպերով մարգարեին Աստված շեշտում է, որպեսզի մարգարեն լավ տեսնի ինչ ոսկորների մասնախոսքը, չորացած, ասում է ոսկորները չորացած են, այսինքն այնպես չի որ ոսկորի վրա միս կար, մի քիչ ոնց որ մարդու տեսք կար, չորացած ոսկոր, երբ որ դուք գնաք բացեք հрьяաների դամբարաններ, որտեղ իրանց գերեզմանները մեր նման չի որ դագաղի մեջ դնեն եւ թաղեն հողի մեջ։ Իրանց է քարանձավ է, գիտեք, փոքրիկ եւ քար են գլորում վրան։ Եվ այնտեղ ոսկորներն են միայն այդ մարդու։ Փաթաթված վարշամակի մեջ ամեն դեպքում։ Եվ տեսեք ինչ ասում. Տիրոջ ձեռքը ինձ վրա եղավ 37-րդ գլուխը Եզեկիել։ Եվ Տերը ինձ դուրս հանեց հոգիով եւ ինձ դուրս հանեց դաշտի մեջը եւ դա լիքներ ոսկորներով։ Դա Իսրայելն է, խորհրդանիշը Իսրայելն է։ Դաշտի մեջ բոլոր ոսկորներ են, մահացած դիակներ։ Եվ ինձ մանացեց նրանց վրա շրջանակի եւ ահա նրանք խիստ շատ էին դաշտի երեսի վրա եւ ահա շատ չորացած էին, շատ էին ամբողջ Իսրայելը, մեծամասնությունը եւ շատ չոր էին, ամբողջությամբ մահացած են։ Ոսկոր։ Եվ ինձ ասեց. հարց է տալի Աստված, մարդի որդի, միթե կկենթանանան այս ոսկորները։ Գիտեք ինչ հարց է տալի Աստված։ Այս ոսկորները ինքնըստինքյան, այսինքն այս մահացած, այս ոսկորները չորացած, իրենք իրենցով կկենթանանան։ Եվ մարգարեն հասկանում է Աստծո հարցը եւ ասում է Տեր դու գիտես կամ դու զորավոր ես։ Եթե ես ասեմ ոչ, դու գիտես որ ոչ, բայց եթե դու ուզես, դու գիտես որ նրանք կարան կենթանանան թե ոչ։ Այ այստեղ եւ Աստված խոսում է իր զորության մասին, որ ինքը հոգի պիտի դնի եւ պիտի կենթանացնի այդ ոսկորները։ Չորացած ոսկորները, եթե մեկը ձեզ է գնացեք, մտեք մորգ եւ մեռելներին քարոզեք ավետարանը։ Դուք չեք ասի ինչ ես ասում։ Դուք չեք ասի որ դա Աստծուց չի, ոնց մեռելները արդեն դիակ են, ում քարոզեմ ես։ Աստված այսպես ասում մարգարին գնա եւ չորացած ոսկորներին քարոզի։ Ինչի՞։ Եվ սա ուղի հարված այլ հասկացողներին, որ հասկանում են սխալ, ասում են դե նրանք որոնք ասում են ընտրության մասին ուսուցում, եթե ընտրված ես էլ խեն քարոզում ավետարան, ինքնըստինքյան ոչ, ոչ, ոչ միայն նախասահմանված ընտրվածը փրկվողը, այլև ինչ միջոցով ինքը պիտի փրկվի։ Միջոցն է նախասահմանված, ամեն ինչը։ Դրա համար առաքյալը 10-րդ գլուխ խոսում է, ինչպես պիտի լսեն, եթե չքարոզվի, ինչպես պիտի քարոզի, եթե չուղարկվեն։ Եվ ինքը խոսում է 9-րդ գլխից հետո նախասահմանությունից հետո 10-րդ գլուխը։ Ինքը նույն սկզբունքն է ցույց տալիս, այնպես ուղղակի պետքա տեսնեք, շատերը Աստվածաշունչը նայում են համատեքստը կտրելով, պոկելով իրական առաքյալի զարգացած մտքից, դրա համար ոչինչ չեն տեսնում։ Եվ ինձ մանացեց նրանց վրա շրջանակի ոսկորների եւ ահա նրանք խիստ շատ էին դաշտի երեսի վրա եւ ահա շատ չորացած էին, շատ։ Եվ ինձ ասեց. «Մարդի որդի, միթե կկենթանանան այս ոսկորները»։ Եվ ես ասեցի. «Ով Տեր Եհովա, դու գիտես»։ Եվ նա ինձ ասեց. «Մարգարեացիր այս ոսկորների վրա եւ ասիր նրանց.
Ով չորացած ոսկորներ, լսեցեք Տիրոջ խոսքը։ Սա մեռած, անկենթան, մեղքի հանցանքի մեջ մահացած Իսրայելն է։ Սա վերջի շրջանն է։ Այսպես է ասում Տեր Եհովան, այս ոսկորներին, մեռելներին, ահա ես ձեր մեջ հոգի պիտի դնեմ։ Ոսկորները ինքն իրենք են կենթանանում, թե դրսից ինչ-որ մեկը նրանց կենթանացնում է։ Ահա այսպես է ասում Տեր Եհովան 5 համարից այս ոսկորներին, ահա ես ձեր մեջ հոգի պիտի դնեմ և դուք պիտի կենթանանաք։ Օրհնություն ասա, սա Աստծո շնորհքը հասկանալը, սա ողորմությունն է։ Եվ ձեր վրա ջիղեր պիտի դնեմ, և ձեր վրա միս պիտի բերեմ, և ձեզ պիտի մորթով պատեմ, և ձեր մեջը շունչ պիտի դնեմ, և դուք պիտի կենթանանաք, և պիտի իմանաք, որ դուք ուժեղ հավատք ունեք, և պիտի իմանաք, որ ես եմ Տերը։ Սրանից են կողմ, ինչ ապացույց են ուզում, որ կենթանացնողն Աստվածը, և հավատքը, և ամեն մի միջոց, որով անձը վերստին ծնունդ ունի, դա Աստծուց է, դա Աստծո շնորհքն է, Աստծո նվերն է մարդուն։ Սա ուղղակի, սիրելիներս, որպեսզի մենք ինքներս մեզ չխաբենք, ուղղակի պետք է ուշադիր նայենք հատվածը։ Տեսեք, և ձեր վրա ջիղեր պիտի դնեմ, և ձեր վրա միս պիտի բերեմ, և ձեզ խիստ մորթով պատեմ, և ձեր մեջ շունչ պիտի դնեմ, և դուք պիտի կենթանանաք, և պիտի իմանաք, որ ես եմ Տերը, և ես մարգարեացա, ինչպես որ ինձ պատվիրեց, և մի ձայն եղավ, հենց որ մարգարեացա, և ահա մի շարժում, և ոսկորները մոտեցան ոսկորի մոտ, շխշխկոցը ոսկորների, և իրանք կպան իրար և կենթանացան։ Տեսեք, կարդացեք ինչպես է նկարագրում առաքյալը, բայց ես կընթերցեմ վերջնական մի հատված, տեսեք։ Տեսեք ի վերջո 11 համարը։ Եվ ինձ ասեց, մարդի որդի, այս ոսկորները բոլոր Իսրայելի տունն է։ Այսինքն ես ինձանից չեմ ասում, որ այդ չորացած ոսկորները Իսրայելի տունն է, Հակոբի տունն է, Իսրայելն է։ Եվ ինձ ասեց, մարդի որդի, այս ոսկորները բոլոր Իսրայելի տունն է, ահա նրանք ասում են, մեր ոսկորները չորացան, և մեր հույսը փչացավ, մենք կորած ենք։ Բնագրի մեջ մենք կորած ենք, բար գոյություն չունի։ Բնագրի մեջ, ուղղակի 11 համարում, ես կընթերցեմ, ռուսերենը ճիշտ են թարգմանել որոշակի առումով։ Բնագրի մեջ ասում է, ի պագիբլա նադեժդա, մեր հույսը մահացավ, նաշը մի ատորվնի at կորնյա, մենք կտրված ենք արմատից։ Ինչը որ մենք կարդում ենք Հռոմեացիս 11-րդ գլխում։ Արմատից կտրված, Աստված կտրեց նրանց և հեթանոսներին բերեց և պատվաստեց այդ արմատի վրա։ Այսինքն ինչ ենք մենք այստեղ տեսնում։ Տեսեք, հետաքրքիր է, որ Աստված ասում է գնա և քարոզի մեռելներին։ Ինչի՞, որովհետև այդ քարոզը այն միջոցն է, որով ես նրանց պիտի կենթանացնեմ։ Ես եմ նրանց մեջ հոգի դնելու, որ այդ քարոզը լսեն։ Մահացած մարդը ինքը չունի կարողություն, սիրելիներս, իր համար ավետարանը հիմարություն է, դրա համար Աստված հաճեցավ նրանց, որ նախասահմանել է, հաճեցավ քարոզչության հիմարությունով ապրեցնել։ Այնինչը որ մահացած մարդու համար, բնական մարդու համար հիմարություն է փրկության համար, Աստված հաճեց, որ դրանով ապրեցնի, կենթանացնի մահացածին։ Դա Աստծո նախասահմանությունն է, Աստծո որոշումն է։ Մարդը նույնպես իր որոշումների մեջ ավելի հակված է իր գործերով փրկություն ստանա, որպեսզի երկնքում իրան փառավորի, ցույց տա, որ ինքը ինչպիսի մեկն է։ Սա էգոցենտրիկ մարդու հասկացողությունն է։ Բայց Աստված հաճեցավ, որ որևէ մեկ պարծանք չլինի մարդկային։ Ամեն բան լինի Աստծո շնորհքի գործը։ Ինչի, որ երկնքում Աստծո շնորհքը գովաբանվի։ Մեկ մարդկային փոքրիկ մի միավոր գործոն, որը անկախ Աստծուց է մարդը կատարե, այն զրոյացնի Աստծո բոլոր շնորհքը։ Գիտեք ինչ են ասում խաբկանքը։ Բոլոր գործը փրկության Աստված կատարեց 99%, բայց 1% պետք է որ մարդը իր գործը անի, իր բաժինը անի եւ փրկությունը ձեռք բերի։ Այդ դեպքում դուք այն Աստծո 99%-ը պարզապես բառեր եք ասում։ Աստծո այդ 99%-ը 0 է, բայց մարդու այդ մի փոքրիկ մի տոկոսը դուք սարքում եք 100% փրկություն, որտեղ առանց այդ մի տոկոսի փրկություն գոյություն չունի։ Աստծո առած 99%-ը ջուր է, ոչ մի բան։ Խաբկանքն է ստեղը։ 100% փրկությունն Աստծուն է սերներս։ Ուրիշ բան, սրբացման ընթացքը փրկությունից հետո արդեն
վերստին ծնված անձը, ով ունի կարողություն Աստծո հետ համագործակցելու, որտեղ նոր բնություն ունի, վեկտորն ուղղված է դեպի Քրիստոսին նմանվելը, ցանկանալ Աստծուն հաճելի լինելը, այդ ժամանակ արդեն մարդը ունի բաժին, բայց փրկության մեջ մարդը բաժին չունի, մարդը մահացած է, ոսկորը։ Մարգարեն ասում է գնա, Աստված Մարգարեն ասում է գնա եւ այս ոսկորներին եւ հարց տալի, սրանք կկենթանանան, հələ նայի։ Ոչ, իհարկե, իրանք չունեն կյանք իրանց մեջ։ Չունեն կարողություն սերնես։ Սրա մասին է խոսքը։ Հետաքրքիր է, որ Աստված այս մարգարեությունով առաքյալ այս զուգահեռականն է խոսում 11-րդ գլխում, ասում է արմատից կտրված են, ինչպես մենք նայեցինք այստեղ 11 համարը։ Դրա համար տեսեք Պողոս առաքյալի բառերը, Եփեսացիս 2:5 նայեք, երբ որ մեռած էինք հանցանքներում։ Սերներս, խնդրում եմ ուշադիր եղեք բառին մեռած նշանակում է կենդանություն չկա եւ հանցանքների մեջ մեռած եք։ Մինչ այդ ինքը խոսում է 3 ազդեցության մասին, ինչպես է ազդում մարդու վրա, այդ մեռելի վրա, աշխարհը, սատանան, մարմնի ցանկությունը, մարմնի կամքը։ Սրա մեջ անհնար է որ մարդը կենդանանա, մարդը իր մեջ ունենա հավատք առ Աստված։ Չկա։ Երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ։ Ով Աստված մեզ կենդանի արեց Քրիստոսի հետ։ Երբ որ մեռած էինք, շնորհքով եք փրկված։ Շնորհքով եք փրկված։ Սերներս, շնորհքով եք փրկված նշանակում է անարժանաբար։ Ձեզանից որևէ մի բան չկա, դուք չեք արժանացել այդ փրկության։ Շնորհքով ձեզ նվեր է տրվել փրկությունը։ Սրա մասին է խոսքը։ Եվ մինչև 7 հետ կարդանք, որ նրա եկող դարերում հավիտյան ցույց տա, ինչի շնորհքով եք փրկված, նրա հետ մեզ հարուց եւ նրա հետ երկնավորներում նստեցրեց Քրիստոս Հիսուսումը, այսինքն մեզ մցրեց Քրիստոսի մեջ, որ նոր եկող դարերում հավիտյան ցույց տա մեր գերազանց հավատքը։ Ոչ, որ նոր եկող դարերում հավիտյան ցույց տա իր շնորհքի գերազանց մեծությունը, Քրիստոս Հիսուսի մեր վրա ցույց տված քաղցրությունով։ Հիսուս Քրիստոսի քաղցրությունով մեր վրա ցույց տված, որպեսզի իր շնորհքի մեծությունը ցույց տա ոչ թե մեր հավատքի կարողությունով, այլ Հիսուս Քրիստոսի քաղցրությունով, որ մեր հանդեպ արեց։ Ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա։ Հետաքրքիր է, որ ընդհանուր առմամբ մարդը միշտ հակված է ներժելուց է։ Դրա համար մեր հատվածը, եթե մենք ճիշտ ենք հասկանում, նորից եկեք անդրադառնանք Հռոմեացիս թղթին։ Տեսեք։ Ես կընթերցեմ 22 համարից, որ շաղկապ տեսնեք։ 11-րդի։ Արտտես Աստծո քաղցրությունը, տեսնում եք բառերը։ Արտտես Աստծո քաղցրությունը եւ սաստկությունը։ Կործանվածների վրա սաստկությունը, արդարությունով, եւ քեզ վրա քաղցրությունը, ողորմությունը։ Չի ասում քեզ վրա արդարությունը։ Եթե քո հավատքից դու ապաշխարեիր եւ փրկվեիր, կասեր եւ քեզ վրա արդարությունը, արդարությունով ոչ քաղցրությունը։ Աստծո քաղցրությունը։ Դու քաղցր չես։ Դու անթլպատ ես, դու մահացած ես, անկենդան ես։ Քո վրա քաղցրություն կիրառվեց։ Եվ քո վրա քաղցրությունը ուշադիր նայեք բառը 22։ Եթե այն քաղցրությունումը կենաս, եթե այդ քաղցրությունը հասկանաս, սա նշանակում է այդ քաղցրությունը, անցյալ անգամ մենք խոսեցինք նախորդ զարայության մեջ, եթե այդ քաղցրությունում մնաս, այսինքն եթե այդ քաղցրությունը քո վրա հյութ բերի, եթե դու կապվես արմատի հետ, ապա թե ոչ, դու էլ կկտրվես, ինչպես նա կտրվեց։ Այստեղ զուգահեռականը իզրայելացիոն է, ով չմնաց քաղցրության մեջ։ Այնպես չէ, որ ինքը փրկված էր, բայց չմնաց քաղցրության մեջ։ Չփրկվեց այդպես էլ։ Այնպես է դու մտել ես եկեղեցի, արմատին մոտեցել ես, բայց չկպար արմատին։ Չմնացիր քաղցրության մեջ։ Կկտրվես այնպես էլ դու։ Եվ անմիջապես, եւ նրանք էլ, եթե անհավատությունումը չկենան, այսինքն չմնան անհավատությունումը, կպատվաստվեն, ինչի կպատվաստվեն, որովհետև Աստված զորավոր է դարձյալ նրանց պատվաստել կամ հավատք պարգևել եւ նրանց տնկել բուն իրենց արմատի վրա։ Սա մասին է խոսքը։ Այսինքն այս կենթանությունը առաքյալը միշտ խոսում է, թե դուք 5 տականը նայեք զուգահեռ Իսրայելի վաղճանաբանության, դրա համար առաքյալն ասում է ձեզ եմ ասում հեթանոսներիդ, իմացեք Իսրայելի ապագայի մասին, որ հասկանաք, որ Աստծո կոչումը եւ շնորհքը զղջալ չունի 29 համարում։
Եթե ունենալ զղջալ, վախեցեք դուք, որ ձեզ էլ միգուցե հեր գցեր, շպրտեր։ Ոչ, ուխտը արեց, մցրեց ուխտի մեջ, էլ չկա հանել ուխտից։ Աստված գործում է ձեր կյանքում։ Այն գործը, որ Աստված սկսեց Ֆիլիպեցիս 1:6, ավարտին կհասցնի։ Այն գործը, որ ձեր մեջ սկսել է, կարևորը, այդ գործը սկսել է Աստված ձեր մեջ։ Սիրելի եղբայրը, սիրելի քույրս, սկսել է այդ գործը Աստված քո մեջ։ Սա է ամենակարևորը։ Եվ ոնց կարաս իմանաս, երբ որ դու իրականում տեսնում ես, որ դու անկեղծ հավատում ես Քրիստոսին որպես կյանքի միակ փրկիչ, միակ անուն, որ աշխարհի երեսի վրա տրված է, որով մարդը կարա փրկվի, որով մարդու վրա գրակա Քրիստոսի արդարությունը, որով կմտնես երկինք եւ փառավորյալ հավիտենականությունը։ Չեմ ասում, որ Միչակյալ նաև Հազարամյան որպես Քրիստոսի եկեղեցի, բայց ուշադիր նայեք կարևոր մի բան։ Ամեն անգամ, երբ որ Արաքյալը սա խոսում է, պետք է տեսնեք վաղճանաբանության հետ կապված Իսրայելի եւ Իսրայելի վերականգնումը, նույնիսկ սահմանների մեծացումը եւ հազարամյա թագավորությունը, Իսրայելի թագավորությունը կապված է նրա հետ, որ Քրիստոսը այն կտա որպես ժառանգություն։ Այնպես չի, որ իսրայելացի նորից կգնա եւ զենքերով կգրավի։ Մեր նախորդ դերատության մեջ ես այս մասին խոսեցի, ոչ, որտեվ 5 տակալում միշտ տեսնում ենք, որ Տերը կգա եւ կտա։ Սա է պատճառը, որ շատերը եկան Քրիստոսի առաջի գալուստի ժամանակ, ուզում էին Քրիստոսին թագավոր անեն, որ Քրիստոսը մաքրի եւ իրենց պաշտպանի հռոմեական կայսրությունից։ Առանց իմանալու, որ Քրիստոսի առաջի գալուստը պիտի պայմանավորված է մահով Քրիստոսի, մեղքերի թողության քավության հետ կապված, որովհետեւ այն գերությունը, որ Իսրայելի վրա էր հռոմեացիների մեղքի պատճառով, սա Աստծո պատիժն է եւ փրկության ծրագրի կարևոր բաժին։ Այսինքն դրա համար արդեն երկրորդ գալուստով մենք տեսնում ենք, որ Քրիստոսը պիտի տա այդ երկիրը եւ ժառանգություն, բայց որպիսի տա, պիտի կենթանացնի անկենթան Իսրայելին։ Դրա համար Արաքյալն ասում է, ահա բոլոր Հակոբի տունը կփրկվի այդ սերունդը։ Ինչի՞, որովհետեւ Տերը կարող է նրանց նորից տնկել այդ արմատի վրա։ Ահա մեր հատվածը, առաջի կարևոր մենք պատճառը տեսանք, որն է պատճառը, որ Իսրայելը կվերականգնվի կամ Իսրայելը կընդունվի Աստծո կողմից, հավատքի շնորհիվ։ Որ հավատքի շնորհիվ, այն հավատքի, որ Աստված տվեց գտա Իսրայելի։ Այն հավատքի, որ Աստված տալիս է շնորհքի ընտրության պես մնացորդին, սակայն Իսրայելի կյանքում մի սերունդ կա շնորհքի ընտրության պես մնացորդ։ Ամբողջ Հակոբը կփրկվի, բայց մեծ նեղության մեջ։ Սա կարևոր է մենք ընկալենք, որովհետև հետագա մեր համարը արդեն 25-ում, որովհետև չեմ կամենում եղբայրք, որ չգիտենաք այս խորհուրդը։ Եվ այդ խորհուրդը մենք ասացինք, որ այն կապված է որոշումի հետ, այն կապված է Աստծո ծրագրի հետ, հեթանոսների տրված ժամանակի, այսինքն ծածկված խորհուրդ միստերիոն բառը, որը ծածկված է եկեղեցու դարաշրջանը Իսրայելից եւ մարգարեները չեն խոսել այդ մասին։ Առաքյալը ասում է, չեմ կամենում, որ դրա մասին չիմանաք, այդ խորհուրդը, որ ձեր անձերում իմաստուն չլինեք, այսինքն դուք չապարտանաք Իսրայելի վրա, հասկանաք, որ դա Աստծո ծրագիրն է, նրանց մերժեց, կարար ձեզ մերժեր եւ ընդհանրապես ձեր չտնկեր, ձեզ հավատ չտար եւ դուք մնայիք դուրս, մնայիք Իսրայելը փրկեր, բայց Աստված հաճեց, որ նաեւ ձեզանից փրկի։ Դրա համար մերժեց որոշ ճյուղերի, այո, արդար անհավատության պատճառով, բայց նաեւ ձեզ անհավատների տվեց հավատ պատվաստեց, բայց նաեւ իր Իսրայելին կպատվաստի։ Կարող է իր Իսրայելին պատվաստելու։ Դրա համար, որովհետև չեմ կամենում եղբայրք, որ չգիտենաք այս խորհուրդը, որ ձեր անձերում իմաստուն չլինեք, որ մի մասով Իսրայելի կորություն եղավ, մինչև որ հեթանոսների թիվը լրանա։ Եղավ, մինչև որ հեթանոսների թիվը մտնե, եւ այսպես բոլոր Իսրայելը կապրի, ինչպես գրված է, թե Սիոնից փրկիչը կգա եւ ամբարշտությունը դեն կգցե ումից Հակոբից, չի ասում եկեղեցուց, որ Իսրայելը կոչված, Հակոբից, այս բառը միշտ շեշտում է էթնիկ Իսրայելը որպես ազգություն, որը ունի ապագա։ Վերջ, այսօր մենք տեսանք առաջի պատճառը իրանց վերականգնվելու եւ ընդունելության հավատքի շնորհիվ։ Նորից եկեք ընթերցենք 23 եւ 24-ը։ Եվ նրանք էլ, եթե անհավատությունը չկելան, կպատվաստվեն, որովհետև Աստված զորավոր է դարձյալ պատվաստելու նրանց։ Վասն թե դու ի բնև հայրի ձիթենիցը կտրվեցար եւ բնության դեմ բարի ձիթենի վրա պատվաստվեցար կամ քեզ պատվաստեցին, էլ որքան ավելի նրանք, որ բնական են, կպատվաստվեն կամ կարող են նրանց պատվաստել իրենց ձիթենու վրա։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։